Добрый день, уважаемые друзья! Сегодня мы приехали в гости к сертифицированному медицинскому представителю компании Faberlic, старшему директору Арутюнян Сирянуш. Сирянуш является основателем своего собственного диагностического центра, которому более 7 лет. За эти годы Сирянуш помогла многим своим пациентам восстановить свое здоровье и избавиться от болезней. Сирянуш, сегодня у нас будет немножко нетрадиционная встреча. Я бы хотела, чтобы вы ответили не на мои вопросы, а на вопросы наших подписчиков. Итак, первый вопрос. С первых дней появления БАДов в ассортименте нашей компании вы прошли обучение у разработчика этой линейки Александра Эдигера и в настоящее время являетесь сертифицированным медицинским представителем нашей компании в этой сфере. Скажите, пожалуйста, почему вы поверили в наши БАДы? Какие именно факты завоевали ваше полное доверие к этой продукции? Երբ անձավերապատրաստման կուրսեր աննաճան Ալեքսանդր Էդիգերի մոտ, կարելի ասել սիրարվեցի անցած պատմությանը։ Ռուս բժիշկ, ծնունդով, արմատներով գերմանացի մարդ, ով ունի բազում կրթություններ, մասնագիտությամբ պաթոլոգանատոմ, տոքսիկոլոգ, ֆարմակոլոգ։ Երկար տարիներ ապրել է Իսրայելում։ Բնակվել է իր ընտրությամբ, որպես փորձագետ, բնակվել է իսրայելյան խաղողի այգուներում, որտեղ բազում ուսումնասիրություն է անցկացրել խաղողի օգտագործության եւ ունի բազում նյութեր գրված խաղողի օգտավետության եւ բիոլոգիապես ակտիվ նյութերի ազդեցության մասին մարդու օրգանիզմի վրա։ Էդիգերը նաեւ ինձ գրավեց իր աշխատություններով բժշկական էթիկային վերաբերվող եւ կասեմ լուրջ մասնագետներից մեկն է, ով դեմ է հավերժության տեղորայքի ստեղծմանը, այն համարում է խաբեություն։ Դրա համար մեծ վստահություն ինձ ներշնչեց, որ Էդիգերին դուր չի գալիս բիզնեսը, այլ միակ նպատակն է մարդկանց հասցնել ճիշտ մթերքներ, ճիշտ պրեպարատներ, որոնք կունենան լուրջ ազդեցություն եւ կվերականգնեն առողջությունը։ Տեսեք, բիոլոգիապես ակտիվ հավելումներին Faberlic ֆիրմայի վստահեցի միայն այն պատճառով, որ բիոլոգիապես ակտիվ հավելումներում բոլորը մոլեկուլյար ֆորսեր շարքի բոլոր պրեպարատներում պարունակվում է բիոպերին ակտիվ նյութը, որը նույնպես Էդիգերի լուրջ աշխատության արդյունքում է, եւ բիոպերինը նպաստում է բիոլոգիապես ակտիվ հավելումներում պարունակվող բոլոր նյութերի լիարժեք ներծծմանը։ В последнее время БАДы становятся все более популярны среди населения. Как вы думаете, с чем это связано? Տեսեք Աննա ջան, բադերը բավական լայն կիրառում են գտել արդի ժամանակներում, որովհետև սննդակարգի միջոցով մենք ոչ մի պիտանի նյութեր չենք ստանում եւ բուսական եւ կենտանական բոլոր մթերքները ենթարկվում են սելեկցիոն մշակման, այսինքն օգտագործվում են բազմապիսի պարարտային նյութեր, պեստիցիդներ, քիմիկատներ, որոնք նպաստում են բուսա եւ կենտանական մթերքների արագ աճին եւ չափսերի մեծացմանը։ Այսինքն այստեղ եւս բիզնեսը շատ մեծ դեր է կատարել սննդակարգի որակազրկման մեջ։ Յուղամթերքը, ձեթերը եւ բազմաթիվ սննդամթերքներ այսօր ռաֆինացվում են, այսինքն ռաֆինացման շնորհիվ բոլոր պիտանի նյութերը կարելի ասել կորցնում ենք։ Այդ իսկ պատճառով լայն կիրառում են գտնում բիոլոգիապես ակտիվ հավելումները, որոնք մշակված բավական գրագետ քանակությամբ պարունակում են մեզ անհրաժեշտ միկրո-մակրո էլեմենտները, վիտամինային նյութերը։ Կարելի է օրինակ բերենք, օրինակ նաև գենետիկ ֆակտորները, շատերի մոտ գենետիկորեն որոշակի նյութեր, դե վիտամինը, կարոտինը, վիտամինը ճիշտ չեն ներծծվում, ճիշտ չեն արտադրվում։ Այդ իսկ պատճառով նորից մեզ օգնության են հասնում բիոլոգիապես ակտիվ հավելումները, որոնք կողքից լրացնում են նշված վիտամինների պակասը։ Бытует мнение, что БАДы – это тоже лекарство. Вы, как специалист, как можете прокомментировать это мнение? Տեսեք Աննա ջան, բիոլոգիապես ակտիվ հավելումները չեն հանդիսանում տեղորայքներ, միանշանակ չեն հանդիսանում բուժ պրեպարատներ։ Բիոլոգիապես ակտիվ հավելումները մեր սննդակարգի հավելումներ են համարվում, այսինքն
այն բոլոր տարրերը, բոլոր նյութերը, որոնք մենք չենք կարող ստանալ սննդի միջոցով, շեշտեցի, սնունդը նաև որակազրկված է։ Մեզ օգնության են հասնում բիոլոգիապես ակտիվ հավելումները, դրանք կազմելու են մեր առօրյա կյանքի մեկ մասնիկը, ոնց ենք մենք հաց ուտում, նմանապես օգտագործելու ենք տարբեր տիպի միկրո-մակրո էլեմենտներ եւ արտասահմանյան պրակտիկայում, ամերիկյան, եվրոպական, ասիական պրակտիկայում պատերը բավական երկար տարիներ լայն կիրառում են գտնում։ Հիմա նաև Հայաստանում եւ ՍՆԳ-ի նախկին երկրներում սկսել են գրագետ մոդենալ պատերի կիրառմանը։ Իհարկե կան բիոլոգիապես ակտիվ հավելումներ, որոնք միմիայն բժշկի խորհրդով են տրվում, բայց Faberlic ֆիրմայի պատեր, ինչպես նաև արդի շուկայում բազմաթիվ բիոլոգիապես ակտիվ հավելումներ նախատեսված են բոլորի համար։ Միայն հետևողական պետք է լինել տարիքային պատերին, կերակրապ մայրերը եւ հղիության ընթացքում փոքրինչ կարելի է զգուշ մնալ, որպեսզի վիտամինների եւ միկրո-մակրո էլեմենտների ավելցուկ չառաջացնենք։ Մնացած բոլոր դեպքերում պատերը ստեղծված են այնպիսի ճիշտ ճշգրիտ սխեմայով, որ օրգանիզմը վերցնում է այն, ինչ անհրաժեշտ է օրգանիզմին, մնացած ավելորդ մասը օրգանիզմը ինքնուրույն դուրս է բերում։ Տեսեք Աննա ջան, մեր օրգանիզմը գենիալ ստեղծագործություն է։ Օրգանիզմը ինքը շատ ավելի լավ է բալանսավորում, որ նյութն է պետք, որ նյութի դեֆիցիտ ունի, տալիս է ազդակներ, մազաթափությունը, մաշկային խնդիրները, ստամոքսաղեկային խնդիրները, երիկամաքարային հիվանդությունները, որոշակի տարատեսակի միկրո-մակրո էլեմենտների դեֆիցիտի պատճառով են առաջանում եւ մեր օրգանիզմը, երբ մենք ընդունում ենք պատեր, վերցնում է պիդանի նյութերի այնքան քանակ, որքան անհրաժեշտ է օրգանիզմին։ Մնացորդային նյութերը արգասիքների տեսքով դուրս է գալիս օրգանիզմից։ Հետո արդի ժամանակներում ստրեսային իրավիճակները չափից դուրս, գիտեք, ակտուալ են։ Ամեն վայրկյան մեզ ստրես է հետևում, առանց նյարդային համակարգի սնուցման, նյարդային համակարգի բալանսավորման եւ քնի կարգավորման առօրյա մարդը չի կարող ապրել։ Հեռախոսները, տեխնիկայի զարգացման տարում փչացած էկոլոգիայի, այսպես ասեմ, վատ էկոլոգիայի պատճառով հիվանդությունները բազում են եւ պատերը ուղղակի կազմելու են մեր առօրյայի լիարժեք մասը։ Վախենալ պետք չէ պատերից։ Ես խորհուրդ եմ տալիս ծանոթանալ բիոլոգիապես ակտիվ հավելումների կազմության հետ, բաղադրության հետ եւ ընդունել։ Հետո ինձ գրավեց մեր Faberlic ֆիրմայի պատերի ճիշտ սխեմատիկ ընտրություն, այսինքն նյութը նյութի հետ սիներգիկ է, որոշակի տարօրինակ օմեգա 3-ը լիարժեք ներսզման համար, քանի որ ճարբալույծ վիտամին է հանդիսանում, պարունակում է ծգան յուղ, բացի օմեգա 3 բենժակայից, պարունակում է ծգան յուղ եւ K2, որը նպաստում է ճիշտ ներծծմանը։ Faberlic ֆիրմայի պատերում հենց դա է ինձ դուր գալիս, որ գրագետ ճիշտ նյութերի սիներգիկ համատեղելիություն է։ Выделите, пожалуйста, основные преимущества БАДов Faberlic. Շատ լավ Աննա ջան, առավելությունները բավական շատ են, ես մի քանիսի վրա շեշտը կտնեմ։ Առաջնային առավելությունը բիոպերինի պարունակությունն է, որը նպաստում է ճիշտ եւ մաքսիմալ ներծծմանը։ Կան պատեր, բիոլոգիապես ակտիվ հավելումներ, որոնք չունեն նման հատկություն, այսինքն ընդունեցինք, դուրս բերեցինք օրգանիզմից, իսկ բիոպերինը նպաստում է լիարժեք ներծծմանը եւ տալիս է սպասված արդյունքը։ Հաջորդ առավելությունը Faberlic ֆիրմայի բիոլոգիապես ակտիվ հավելումները միմիայն բուսական են, չունեն կենտանական ծագում, ունեն բազմաթիվ սերտիֆիկատներ, ինչպես նաև հալալ սերտիֆիկատը, որը մուսուլմանական երկրներում թույլ է տալիս լիարժեք եւ առանց վախի ընդունել մեր պրոդուկտը։ Հաջորդ առավելություններից մեկը եւ վերջին առավելությունը շատ ճիշտ փաթեթավորում, որտեղ պատերը պահպանվում են երկարաժամկետ անկախ կլիմայական տատանումներից։ Շատ հաճախ սառը եղանագին, շատ տաք եղանագին պիդանի նյութերը սկսում են քայքայվել։ Ճիշտ էկոլոգիապես մաքուր ընտրված տարաների եւ ճիշտ ձևավորված տերմո պահպանման շնորհիվ մեր բիոլոգիապես ակտիվ հավելումները պահպանում են իրենց բոլոր պիդանի նյութերը, հասցնելով, տալով ամբողջ արդյունավետությունը։ И последний вопрос. Что бы вы сказали людям, которые с опасением относятся к БАДам Faberlic? Տեսեք Աննա ջան, ես անպայման ուզում եմ շեշտել, պատերը, բիոլոգիապես ակտիվ հավելումները հիվանդների համար չեն։
Շատ հաճախ մեզ ծանր հիվանդները հարցեր են տալիս, որ պատը, որ հիվանդության դեպքում կարելի է ընդունել։ Ոչ, սիրելիներս, պատերը նախատեսված են առողջների համար, նախատեսված են ճիշտ էներգետիկ բալանսը պահպանելու համար, առողջ ապրելակերպի եւ ասեմ նաեւ առողջ ծերանալու համար են նախատեսված, որը շատ կարեւոր է։ Բիոլոգիապես ակտիվ հավելումներից բացարձակ վախենալ պետք չի, եթե իհարկե ընտրում եք ճիշտ ֆիրմայի, ճիշտ արտադրության պրեպարատներ։ Ես խորհուրդ կտամ պարբերաբար, հաջորդաբար ընտրել որոշակի կոմպլեքս հագաստրես, նյարդային համակարգի սնուցման համար, վիտամինային կոմպլեքս կանանց կամ տղամարդկանց համար, կանանց եւ տղամարդու առողջությունը ճիշտ պահպանելու համար, տեսողության, ստամոքսաղիկային եւ շատ կարեւոր է դետոքս պրոդուկտը օրգանիզմի մաքրում, որը պարբերաբար անհրաժեշտ է յուրաքանչյուրիս։ Պետք չէ բացարձակ վախենալ, դուք սնվում եք ամեն օր, ուտում եք տարբեր միջոցներ, բիոլոգիապես ակտիվ հավելումները նույնպես սննդի որոշակի մաս են կազմում։ Այնպես որ համարձակ ընտրեք ճիշտ ֆիրմայի բիոլոգիապես ակտիվ հավելումներ, ընդունեք եւ եղեք առողջ։ Сиранош, спасибо вам большое за ваши профессиональные ответы. Думаю, что они помогут многим посмотреть совсем по-другому на нашу продукцию. Ասեմ Աննա ջան, բուժման կուրսերից հետո ես իմ հիվանդներին միշտ խորհուրդ եմ տալիս բիոլոգիապես ակտիվ հավելումները ստացած արդյունքը պահելու եւ առողջ ապրելակերպը շարունակելու համար։ Եղեք առողջ, ես էլ եմ շնորհակալ։